Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Տաղավարում հյուրընկալել եմ Փարվանյան Consulting ընկերության հիմնադիր Մեհրի Փարվանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Փարվանյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ձեզ հետ այս անգամ զրուցելու ենք կապիտալի շուկայի, ավելի կոնկրետ, ինչպես դուրս գալ կապիտալի շուկա, ինչպես պարտադրանքներ թողարկել մի կողմից ընկերությունների հուսալիության տեսանկյունից, որքանով են այդ ընկերությունները թափանցիկ, որքանով են հուսալի, ունեն ռազմավարություն, թե չունեն հետագա զարգացման եւ աճի տեսանկյունից, եւ երկրորդը նաեւ կապիտալ շուկայում խաղացողների համար է կարևոր հասկանալ, տեսնել, թե ինչ ընկերության պարտադրանքներ են իրենք ձեռք բերում եւ արդյոք այդ պարտադրանքները 3 տարի, 5 տարի, որ իրենք ձեռք են բերում, այդ ընթացքում իսկապես սպասարկվելու է հավուր պատշաճի եւ իրենք եկամուտներ իսկապես ստանալու են, որովհետեւ այնուամենայնիվ պարտադրանքները իրենք ավելի ռիսկային գործիքներ են, որ հաշվի են առնում ֆինանսական գործիքների տեսանկյունից, պարտքային գործիքների տեսանկյունից, քան օրինակ նույն բանկում ավանդ դնելը։ Եվ այս առումով մարդիկ դրա համար որոշակի գայթակղությունից նաեւ ելնելով կապիտալի շուկայում խաղում են։ Հիմա վերջի շրջանում իսկապես որոշակի ակտիվություն կա։ Տարբեր ընկերություններ փորձում են, այդ թվում նաեւ պետական աջակցությամբ, փորձում են կապիտալի շուկա դուրս գալ եւ բանկային վարկերից անդին նոր միջոցներ, պարտքային միջոցներ ձեռք բերել։ Դուք հիմա նոր նախաձեռնությամբ ենք հանդես եկել Փարվանյան Consulting-ը եւ Cube Invest-ը, ինչի մասին է համագործակցությունը եւ համատեղ պրոդուկտը, ինչ է տալու սա եւ ընկերություններին եւ կապիտալի շուկայում խաղացողներին։ Շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ կրկին հանդիպելու։ Նախ միջև Փարվանյանի Consulting-ի եւ Cube Invest-ի համատեղ պրոդուկտին անցնելը, մի փոքր խոսեմ կապիտալի շուկայի մասին։ Այո, դուք իրավացի եք, մեծ ակտիվություն է նկատվում եւ այդ ակտիվության հիմնական պատճառը հենց պետական աջակցության ծրագիրն է, որտեղ պետությունը խրախուսում է պարտատոմսերի թողարկումը, ընդ որում երբ որ խոսում ենք կապիտալի շուկայի մասին, պարտատոմսերի թողարկում եւ բաժնետոմսերի թողարկում, այս երկու գրադացիայով երբ խոսում ենք, հիմնականում պարտատոմսերը թողարկում։ Այո, բաժնետոմսերի թողարկումը ավելի բարձր մակարդակի այսպես կապիտալի շուկայի մուտք է եւ հիմքը իրականում պարտատոմսերի թողարկումն է, այսինքն ոնց որ այդ level-ը այսպես ասած հաղթարելուց հետո նոր պիտի մտածենք, այո, բաժնետոմսերի թողարկման IPO-ի մասին, IPO-ի։ Հիմա հետգամ պարտատոմսերին եւ պետական աջակցման ծրագրին իրականում ասում եմ լավ պիտի ասել եւ ուզում եմ այդ առումով կառավարությանը գովեստի խոսքեր ասել, որովհետեւ մեծ զարգ տվեց պարտատոմսերի շուկային այս աջակցման ծրագիրը։ Հուսանք որ կերկարացվի այդ ծրագիրը, որովհետեւ մարտ ամսին ավարտվում է։ Ինչու համար, որովհետև ըստ էության խոսքային ֆինանսական միջոցների փոխհատուցումն է, որոնք ընկերություններին պետք էին մինչև կապիտալի շուկա մտնելը այդ նախապատրաստական աշխատանքները անցնելը, չէ՞։ Ոչ միայն դա։ Ուրեմն պետական աջակցման ծրագիրը վերաբերում է եւ ֆինանսական այդ ոչ թե ֆինանսական, կառավարչական ադմինիստրատիվ ծախսերի փոխհատուցմանը, որ այո իրավացիորեն նշեցիք պետք է ընկերություններին կապիտալի շուկա մուտք գործելու համար, այսինքն դա աուդիտ է, խորհրդատվություն է եւ այլն, բայց ամենակարևորը վերաբերում է որոշակի տոկոսային կետի փոխհատուցմանը, մինչեւ 3%-ային կետ, բայց ոչ ավել քան 45 միլիոն դրամը տարեկան կառավարությունը փոխհատուցում, այսինքն ինչ է տեղի ունենում։ Կառավարության բյուջետային միջոցների հաշվին տեղի է ունենում, այսպես ասած, ներդրողի եւ թողարկողի միջև հաշտեցում, որովհետեւ դիցուկ 13%-ով թողարկման պարագայում հիմա ներդրողի տեսանկյունից ինչու չգնալ վերցնել բանկային վարկ, որովհետեւ դա իրականում 13 չէ, 10% է, 3%-ը կառավարությունն է փոխհատուցում։ Իսկ ներողություն թողարկողի տեսանկյունից, իսկ ներդրողի տեսանկյունից ինչու համար չգնալ բանկային ավանդի, որովհետև ստանում է 13% եկամտաբերություն, ինչը բանկային ավանդը չի առաջարկում։ Որի մի մասը պետությունների փոխհատուցում։ Հետևաբար այստեղ պետության գործիքը լուրջ հաշտեցում է բերել այս երկու կողմի ներդրողին եւ թողարկողին, այո, եւ սրա արդյունքում հենց այսինքն որոշակի ռիսկ, որը հնարավոր է ձևավորվի կապիտալի շուկայում, պետությունը այդ ռիսկը իր վրա է վերցրել։ Անշուշտ, այո։ Սա այս շատ դրական քայլ է եւ սրա արդյունքում ունենք այն ինչ ունենք այդ ակտիվությունը։ Բացի դրանից սա շատ հեռանկարային գործընթաց է, ինչու, որովհետև տեսեք մենք խոսում ենք հարկային վարչարության մասին, թափանցիկության մասին եւ այլն, հա, եւ տեսեք, այս գործիքը ինքնին կազմակերպություններին, որոնք որ գնում են թողարկման, ստիպում է, այսպես ասած, ճակերտավոր լինել ավելի թափանցիկ։ Հետևաբար սա նաև ճանապարհ է այդ կորպորատիվ կուլտուրան զարգացնելու, կորպորատիվ մշակույթը զարգացնելու, ընկերությունների կառավարման համակարգի աուդիտ անցնելու, ֆինանսական մենեջմենտ իրականացնելու,
սա հետեւաբար շատ հեռանկարային գործիք է ոչ միայն ֆինանսավորման ներգրավման տեսանկյունից, այլև ապագայում ընկերություններին եւ հենց այս պայծ սկսած ավելի թափանցիկ դաշտում գործելու, մղելու, հետեւաբար սա շատ խելացի քայլ է։ Բացի դրանից ինչ է տեղի ունենում, երբ որ մենք սկսում ենք արդեն խոսքը ինստիտուցիոնալ ներդրողները միշտ կան, խոսքը վերաբերում է հասարակությանը, այն ֆիզիկական անձանց, որոնք որ արդեն այդ պարտատոմսերը ձեռք են բերում որպես ավանդի ալտերնատիվ, հա, այս մարդիկ խնայողից, որովհետև ավանդը դա խնայողություն է, սկսում են դառնալ ներդրողներ։ Հետևաբար այստեղ կարևոր բան է տեղի ունենում, մարդկանց մտածելակերպ է սկսում փոխվել։ Խնայողի մտածելակերպից սկսում են մարդիկ ձեռք բերել ներդրողի մտածելակերպ։ Դա նոր գիտելիքներ է, դա նոր հմտություններ է։ Այո, դա արդեն որտեվ ավանդի պարագայում, եթե դու առանձնապես ֆինանսական գրագիտության խնդիր չունես, այս դեպքում ունես եւ հետագայում пассив ներդրողից մեծ շանս է ստեղծվում դառնալու ակտիվ ներդրող, բիզնես սկսելու, այսինքն սա հասարակությանը շատ լավ բիզնես առումով դրական Եվ դուք ինչպես եք օգնելու եւ ընկերություններին եւ ներդրողներին։ Դե ներդրողներին օգնելու կտորը դա մերը չէ, որովհետեւ դա ավելի Կուբ Ինվեստինն է, որպես ներդրումային ընկերություն, ով որ իրականացնում է տեղաբաշխումը այս պրոյեկտի պայմաններում, հիմա հետ գամ արդեն սրան, հա, ինչ ենք մենք անում։ Մենք ընկերություններին Փարվանյան Consulting եւ Cube Invest-ը համատեղ product ենք մշակել այս թողարկման process-ում եւ ֆունկցիոնալ վերաբաշխում ենք կատարել մեր միջև։ Ինչ է անում Փարվանյան Consulting-ը եւ ինչ Cube Invest-ը։ Փարվանյան Consulting-ը գտնում է այն ընկերություններին, որոնք ունեն այն պոտենցիալը, որ շուկայում ճիշտ կարողանան դիրքավորվել պարտատոմսերի թողարկման առումով, նախապատրաստում է նրանց թողարկմանը, ամբողջությամբ այսպես օգնում է աուդիտի անցմանը, մշակում է կորպորատիվ կանոնագիրքը կառավարման տեսանկյունից, ինչը շատ կարևոր է եւ այսպես շուկայում կարելի ասել յուրահատուկ գործիքակազմ, այդ ընկերությունների համար մենք իրականացնում ենք բիզնեսի գնահատում, այսինքն հասկանում ենք բիզնեսի արժեքը որքան է այս պահին եւ ամենակարևորը իրականացնում ենք բիզնես պլանի մշակում, այսինքն մշակում ենք հստակ բիզնես պլան, ինչ ստրատեգիայով ընկերությունը պիտի գործի, ինչ ֆինանսական ստրատեգիայով պիտի գործի, ինչպես պիտի գեներացնի եկամուտները, ինչ ուղղություններով հստակ ներդրում պիտի իրականացրի ներգրաված միջոցները եւ ամենակարևորը ոնց պիտի սպասարկի այդ պարտատոմսերը, այսինքն ոնց պիտի վճարի կուպոնները դրանք տոկոսներն են, հա, եւ վերջում ոնց պիտի մարի արդեն պարտատոմսը, այսպես ասած, մայր թափանցիկություն է կապահովում։ Բիզնեսի գնահատում, որ ասում եք, դա կապիտալիզացիայի մասին է, ինչ արժի այդ բիզնեսը։ Որտեղ մենք զարգացած կապիտալի շուկա ունեցող երկրներում եւ համակարգերում դա տեսնում ենք, օրինակ Ամերիկայում, չգիտեմ, խոշոր բիզնեսները, որոնք մտել են կապիտալի շուկա, ինչ արժեն, որքանով է աճում նրանց պարտատոմսերը, որքանով է նվազում նրանց պարտատոմսերը, այս առումով շատ կարեւոր իհարկե գործիք է եւ եղավ արեցիք այդ ամբողջը, հետո ինքը հասավ Cube Invest-ին, ինչ է տեղի ունենում։ Եվ Cube Invest-ը արդեն իրականացնում է տեղաբաշխումը, կենտրոնական բանկի հետ կապված գործառույթների ամբողջությամբ, որը արդեն լիցենզավորված գործընթաց է, եւ բնականաբար Cube Invest-ը ունի այդ լիցենզիան, եւ իրականացնում է արդեն տեղաբաշխումը, շատ դեպքերում նաեւ այսպես market maker է հանդես գալիս Cube Invest-ը, հիմնականում հետեւաբար ձևավորում է երկրորդային շուկան, այսպես երկրորդային շուկան կառավարող է հանդես գալիս, այսպես ասած։ Սա բիզնեսների համար լուծում է հիմնական խնդիրը, այսինքն նախապատրաստվելու եւ տեղաբաշխելու իրենց ձեր առաջարկած product-ը, իրենց պարտատոմսերը, նախապատրաստել կապիտալ շուկայի դուրս գալուն եւ տեղաբաշխելու իրենց պարտատոմսերը։ Այսինքն from A to Z իրականանում, այսինքն ամբողջապես, որտեղ Cube Invest-ը նաեւ վաճառքներն է իրականացնում։ Պարտատոմսերը տեղաբաշխումը հենց իրականացնում է Cube Invest-ը։ Որքանով ես գիտեմ, առաջին թողարկումը արդեն ունեք, խոսքը freestyle ընկերության մասին է, ինչու եք իրեն ընտրել, եթե շուկայում նաև այլ ընկերություններ կային, որն է պատճառը։ Հա, տեսեք, նախ freestyle ընկերությունը բավականին երկար գործում է հայաստանյան շուկայում եւ ինքը հայտնի է հայ սպառողներին իր Հայաստանում ներկայացվող բրենդներով Levi's, Colontham, Jack & Jones, New Balance, Boji Milano, այսինքն այսպես աշխարհահռչակ բրենդների ներկայացուցիչ է ինքը Հայաստանում եւ լայն սպառողին հայտնի է, ընդ որում բացի դրանից, այսինքն բացի նրանից, որ այս բրենդները ըստ էության ապահովում են իր կայուն զարգացումը եւ իր բիզնեսի արժեքն են նաեւ ձևավորում մեծամասամբ, բացի դրանից ինքը որպես իր հիմնադիրը Արմանը
Հարությունյան որպես բիզնեսմեն բավականին կայացած եւ այսպես արևմտյան բիզնես մտածելակերպ կրող անձնավորություն է, հետեւաբար բոլոր այսպես գործոնները բերեցին նրան, որ հենց Freestyle-ը լինի այն ընկերությունը, որի մասով մենք եւ Cubinvest-ը մեր առաջին product-ը կիրականացնենք, որովհետեւ Freestyle-ը այն ընկերությունն է, որ այս ամբողջ գործընթացում եւ մեր ջանքերը եւ Freestyle-ի ջանքերը մենք հուսով ենք, որ պիտի լինեն շուկայի համար օրինակելի։ Շատ լավ, ինչ նպատակներ ունի այդ դեպքում այդ ընկերությունը։ Տեսեք, շատ հաճախ արևմուտքում հատկապես զարգացած բիզնես միջավայրում ունեցող համակարգերում եւ երկրներում բիզնեսները ոչ միայն փող աշխատելու, այսպես համար են, այլ նաեւ որոշակի նպատակների, առաքելության եւ այլ, որոշակի ինչ որ ավելին ենքան բիզնես են, հա, իրենց առաքելության տեսանկյունից։ Այստեղ մենք խնդիրներ ունենք Հայաստանում այդ առումով։ Դրա համար շատ կարեւոր է հատկապես հանրային պարտքի շուկա դուրս եկող ընկերությունների համար նաեւ իրենց նպատակները այդ դեպքում ինչ նպատակներ ունի Freestyle-ը եւ ինչու են դրանք հետաքրքիր ներդրողների համար։ Շատ լավ։ Նախ Freestyle-ի նպատակները բնականաբար համահունչ են այդ բրենդների ստրատեգիկ նպատակների հետ, հակառակ պարագայում այդ բրենդների ներկայացուցիչը Freestyle-ը չէր լինի։ Ֆրանչայզինգ չէր իրականացնում։ Այո, հետեւաբար սա արդեն շատ մեծ դրական ազդակ է առումով, որ փաստորեն այս բրենդների ստրատեգիան այս բիզնեսի համար կիրառելի է, հա, այն ինչ որ բրենդներում մշակված է։ Բայց բացի դրանից, ինչը շատ կարևորում եմ, բիզնես մշակույթի առումով ինչու շեշտեցի հենց հիմնադրի գործոն, դա իրոք շատ կարևոր է։ Բիզնես մշակույթի զարգացման առումով Freestyle-ը եւ Freestyle-ի հիմնադրի իրականում ստանձնել է առաքելություն Հայաստանում նաեւ բիզնես մշակույթի փոփոխման, ինքը Instagram-յան էջ է վարում, Արմանը բիզնեսի մասով խորհուրդներ է տալիս, այսպես ինքը ինչպես է բիզնես անում, տարբեր տեղեր մասնակցում է տարբեր միջոցառումներին որպես խոսնակ, այսինքն ինքը այսպես հենց ձեր ասած փող աշխատելու կոնցեպտից ավելին է քան բիզնեսմենը։ Այո։ Այդ առումով։ Շատ լավ, այդ դեպքում ինչպես է Freestyle-ը տարբերվում այլ ընկերություններից, որոնք իսկապես նույնպես կարող են այսպես պարտքային գործիք թողարկել։ Դե տեսեք, իրականում ոչ թե ասենք ինչով է տարբերվում այլ ընկերություններից, այլ հենց ինչն ենք մենք ընդգծում Freestyle-ի այսպես կոնցեպտի մեջ, հա։ Նախ առաջինը ասեցի միջազգային բրենդների արկայությունը, երկրորդ հիմնադրի այսպես կոնցեպտը ընդհանուր ինչ կերպ է ինքը մոտենում բիզնեսին եւ երրորդ ամենակարևորը այն է որ մենք հստակ ռազմավարություն ունենք մշակած Freestyle-ի զարգացման բնականաբար բիզնեսի ղեկավարների հետ համատեղ եւ ինչպես բիզնեսի գնահատում ունենք եւ հստակ հիմնավորումներ թե ինչու ներդրում անել հենց Freestyle-ում, որը կհրապարակենք բնականաբար եւ ինչ է տալուց դա ներդրողին, սպառողին, շուկային, որովհետեւ Freestyle-ը ոչ թե ուզում է այս գումարները ներգրավել, ինչ որ պարտքային գործիքներ սպասարկելու կամ բան, այլ հստակ բիզնեսը զարգացնելու, առևտրային կետերը իր ընդլայնելու, նոր բրենդներ ընդլայնելու համար այս ամբողջը բիզնես ստրատեգիայով հստակ կա։ Եվ ամենահասանելի է նաև հասարակ ներդրողին, ինքը տեսնում է դա։ Այո, տեսնում եմ։ Հենց էությունը այս product-ին է, որ մենք միջև հասարակ ներդրող կարողանում ենք ցույց տալ ուր են գնալու իր ներդրումները եւ ամենակարևորը ինչպես են հետ վերադառնալու իր ներդրումները։ Այո, ոչ թե որ ես հեղինակություն ունեմ, լավ բիզնես եմ, աճել եմ այս ընթացքում եւ այլ եւ ինձ եկեք փող տվեք, այլ հստակ ասվում է ինչի համար եք դուք փող տալիս եւ վաղը մյուս օրը տեսնելու եք որ այդ հանրային միջոցները որ ներգրավում են կոնկրետ բարիքի են վերածվել։ Անշուշտ։ Հասկանալի է։ Կարող է այս кейսը Freestyle-ի օրինակ ծառայել այլ ընկերությունների համար։ Իհարկե, մենք հենց իրականում մեր բիզնես ստրատեգիան հենց նա էր եւ հենց Freestyle-ը մենք Freestyle-ին ընտրեցինք հենց նրա համար, որպես ինքը օրինակելի ընկերություն, որպեսզի նաեւ այս product-ը հավուր պատշաճի կարողանանք այլ ընկերություններին ներկայացնենք եւ այդ եմ ասում Freestyle-ը այս առումով օրինակելի գործընկեր է, որի դրա համար հենց առաջի գործընկերն է մեր կողմից ընտրված։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Civilnet Business տաղավարում ես զրուցեցի Փարվանյան Consulting ընկերության հիմնադիր Մեհեր Փարվանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։